Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման գիծը դեռ ամբողջությամբ չկառուցած ու չշահագործած, ինչի մասին արդեն տարիներ շարունակ խոսում են գովազդում։ Հիմա էլ հայրենի իշխանականները էլեկտրաէներգետիկ ընդհանուր համակարգ են ցանկանում ստեղծել ոչ ավելի ոչ պակաս Ադրբեջանի հետ։ Դեռ հարաբերություններ չհաստատած, այդքան բաղձալի խաղաղության պայմանագիրը չստորագրած։ Ինչևէ, գործադիրի ղեկավարն այդ մասին հայտարարեց ազգային ժողովում։ Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար եւ փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են եւ արտահանման եւ ներմուծման հնարավոր պայմաններից։ Որ սովետական տարիներին էներգետիկ համակարգ էր գործում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, փաստում են նաեւ ոլորտի մասնագետները։ Սկսած 60-ականների սկզբից, հիմնականում սովետական տարիներին եւ 90-ականների սկզբին կարճատված։ Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգը որոշակի սինխրոնիզացված է Իրանի եւ Վրաստանի հետ։ Էներգետիկ համակարգը միավորել Ադրբեջանի հետ հնարավոր չէ, սինխրոնիզացնել այո։ Դա արվում է, որպեսզի որոշակի ճգնաժամերի դեպքում կողմերը կարողանան միմյանց արագ օգնել էլեկտրաէներգիայի մատակարարմամբ, որպեսզի խնդիրներ չառաջանան։ Ինչը նորից բավական մեծ ֆինանսական եւ այլ տիպի ներդրումներ է պահանջում, որտեղ տենց արագ լանել հնարավոր չէ։ Տեսակետ կա նաեւ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերի սինխրոնիզացմամբ թուրք-ադրբեջանական տանդեմը ստիպելու է Հայաստանին փակել Հայաստանի ատոմային էլեկտրակայանը։ Եվ Թուրքիան, եւ Ադրբեջանը, եւ նույնիսկ Եվրամիությունը տարիներ շարունակ պահանջում են Հայաստանի ատոմակայանի փակումը։ Ու քանի որ ատոմակայանի փակումը կբերի դեֆիցիտի էլեկտրաէներգիայի, փորձում են այստեղ մեջտեղ բերել Ադրբեջանը, որը ասում է, որ ես էլեկտրաէներգիա կմատակարարեմ Հայաստան։ Խնդիրը որևիցե անմիջական կապ չունի Հայաստանում աշխատող ատոմակայանի հետ։ Հակառակը, Հայաստանի ատոմակայանը կարող է էական դրական դերակատարում ունենալ, ապահովելով տարածաշրջանում էլեկտրական էներգիայի փոխոսքեր, արտահանում։ Հայտնի է, որ Հայաստանը ավելցուկային էլեկտրաէներգիա է արտադրում եւ դա պետք է սպառել։ Փորձագետի դիտարկմամբ Հայաստանը կարող է արտահանել Ադրբեջան։ Ադրբեջանական փորձագիտական համայնքն էլ մեդիա հարթակներում գրում եւ հանրությանն է ներկայացնում, որ Ադրբեջանը Արցախի օկուպացված տարածքներում իբրև թե ստեղծել է ժամանակակից էներգետիկ ցանց։ Հիշեցնենք, որ էներգետիկ ցանց կար Արցախում, երբ արցախցիները դեռ չէին տեղահանվել։ Ադրբեջանական կողմը հայտնում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հնարավոր էներգետիկ գործարքը հնարավոր է իրականացնել Լաչինի, Բերձորի շրջանի ուղղությամբ։ Հայաստանը ի վիճակի է տարեկան միլիարդ ու կես կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա արտահանել լրացուցիչ։ Հայաստանը էլեկտրաէներգիայի կարիք ինքը չունի եւ Ադրբեջանից էլեկտրաէներգիայի ներկրումները կարող են կրել սահմանափակ չափ եւ միայն սեզոնային բնույթի ներկրումներ։ Հակառակը Ադրբեջանի էներգետիկ համակարգը դեֆիցիտային է եւ Հայաստանը այստեղ կարող է էլեկտրական էներգիա մատակարարել Ադրբեջանին։ Այս պահի դրությամբ, եթե հենց հիմա դատենք, Ադրբեջանի գեներացիոն հյուսությունները բավարար չեն, որպեսզի Հայաստանին մատակարարի։ Հայաստանի ընդդիմադիր դաշտն էլ մեղադրում է ներկայիս իշխանություններին, որ Հայաստանի կառավարությունը երկրի էներգետիկ համակարգի բանալիները հանձնում է Բաքվին եւ Անկարային։ Ընդդիմադիր թևը պնդում է, որ Հայաստանի իշխանությունները ներգրավված լինելով Հայաստանի եւ Արևմուտքի միջև էներգետիկ դիմակայության մեջ աստիճանաբար ներքաշում են երկիրը ռիսկային աշխարհաքաղաքական նախագծերի մեջ, որոնք թույլատնում են Հայաստանի ինքնիշխանությունը եւ մեծացնում կախվածությունը Միացյալ Նահանգներից, Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։